միջնորդագրում ներկայացված փաստական հանգամանքներին եւ իրավական գնահատականներին։ Առաջին հարցը հետեւյալն է. Հանցմանների ընտանիքների ներկայացուցիչը Միացյալ Նահանգներից գրավոր պարզաբանում է տվել, որ հիմնադրամի փոխանցված հասույթը Վարդան Օսկանյանը կարող էր տնօրինել իր հայեցողությամբ, ծախսել այնպես, ինչպես ուզում է, եւ նաեւ, եթե անհրաժեշտ է համարում, ըստ ցանկության կարող էր նաեւ փոխանցել հիմնադրամին։ Այս պարագայում ինչպիսի անօրինական գործողություն է կատարել Օսկանյանը եւ ում կամքին հակառակ է կատարվել այդ գործողությունը։ Սա առաջին հարցն է։ Եվ երկրորդ հարցը. շատ է խոսվում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի մասին եւ կատարված գործողությունները որակվել են ինչպես յուրացում, այնպես էլ յուրացման արդյունքում փողերի լվացում։ Կապված փողերի լվացման հետ կուզենայի, որպեսզի առավել հստակ ներկայացվեր եւ բարձրաբանվեր, թե ինչ գործողություն է կատարել, որը համապատասխանում է քրեական օրենսգրքի 190 հոդվածի առաջին մասով նախատեսված հատկանիշներին, որտեղ հանցակազմի պարտադիր հատկանիշների թվում նշված է նաեւ նպատակը։ Պարոն նախագահ, հարցը ես լսեցի, բայց կցանկանայի, պարոն Նապետյան, որ դուք ճշտեիք հարցը, որովհետև նամակում հանցմանների նման շեշտադրում չկա, որ Օսկանյանը կարող է այդ փողերը ծախսել իր ցանկությամբ։ Հնարավորություն տանք պարոն Հովսեփյան, եկեք Կորյուն Հաբեջյանը խոսափողը միացրեք, խնդրում հարցը նամակն եք ընթերցում դուք հիմա, համեցեք։ Բաժանված նյութերում ներկայացված է այսպիսի տեղեկություն. նամակը վերահաստատում է Huntsman International եւ Polymer Materials Incorporation-ից մեր նախորդ խնդրանքը, որ Huntsman Building Products սահմանափակ պատասխանատվության ընկերության բաժնեմասի վաճառքից ստացված հասույթը հատկացվում է Civitas հիմնադրամին իր բարեգործական նպատակներով օգտագործելու համար, որն իրականացում է իր հիմնադիր եւ խորհրդի նախագահ պարոն Վարդան Օսկանյանի միջոցով իր հայեցողությամբ առանց ժամկետների, ով մենք հասկանում ենք, որ ԻՊԱ է թողել իր մոտ եւ շարունակում է պահել այդ միջոցները հիմնադրամի անունից այս միջանկյալ ժամանակահատվածում։ Խոսքը սեպտեմբերի 12-ին ստացված նոր գրության մասին է։ Կուզենայի, որպեսզի այս կապակցությամբ բարձրաբանումներ տրվի։ Շատ լավ։ Այդ գրությունը պարոն Օսկանյանի կողմից տրամադրվել էր նաեւ ինձ, մինչ ձեզ անձնելը։ Ասեմ, որ այդ գրության մեջ հանցմանները չեն բացառել նախկին պայմանագիրը, որը կնքվել է այդ գումարների ծախման շարժի հետ կապված։ Նրանք եւս մի անգամ պնդում են, որ այդ գումարները տրամադրվել է Civitas հիմնադրամին բարեգործություն անելու նպատակով, բայց Վարդան Օսկանյանի միջոցով։ Այսինքն տրամադրվել է Վարդան Օսկանյանին, որպես Civitas հիմնադրամի նախագահ, վստահվել է նրան, որպեսզի նա այդ գումարները ուղղի Civitas հիմնադրամին եւ գումարն օգտագործվի Civitas-ի շահառուների օգտի համար։ Ինչ է նշված պայմանագրի 12.11-ում։ Պատասխանատվություններ գնորդը սույնով համաձայնվում է եւ հավաստում է, որ գործարքի ավարտելուց հետո ընկերության բաժնեմասերի կամ ակտիվների վաճառքի կամ իրացման կամ օտարման եւ այլն դեպքում հանդիսանալու ժամանակահատվածում, սեփականատեր հանդիսանալու ժամանակահատվածում ընկերության ակտիվների օգտագործման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները առանց հարկերի եւ հիմնավորված ծախսերի պետք է ուղղվեն, սա պայմանագիրն եմ ընթերցում, բացառապես վաճառողի կողմից հավանության արժանացած բարեգործական նպատակների, ընդ որում վաճառողը պետք է բացահայտ հիշատակվի որպես գումարի նվիրատու կամ հովանավոր։ Հանցմանները իրենց գրության մեջ եւս մի անգամ հաստատել են
պայմանագրի այս կետը, որ գումարը վստահված է Վարդան Օսկանյանին, որի միջոցով այն պետք է ուղղվի Civitas հիմնադրամին եւ այնտեղ օգտագործեն Civitas-ի շահառուների նպատակից բխող միջոցառումների համար, ինչը չի կատարվել։ Նամակում ամենևին էլ չկա հիշատակում այն մասին, որ Վարդան Օսկանյանը այդ գումարը կարող էր օգտագործել անձնական նպատակների համար։ Բացի դա, ուզում եմ եւս մի անգամ հիշատակել պարոն Օսկանյանի կողմից մեզ տրամադրած փաստաթուղթը, որից երևում է ուղղակիորեն, որ այդ գումարներից սեպտեմբերի 5-ին 11 թվականի եւ սեպտեմբերի 8-ին դարձյալ 11 թվականի մի դեպքում $40,000, մյուս դեպքում 7 միլիոն դրամ տրվել է Civitas-ին որպես փոխառություն։ Այն դեպքում, երբ որ Civitas-ի գումարը, դրամական միջոցները գտնում է իր վստահության տակ եւ ինքը պետք է ուղղի Civitas-ին եւ գրի, որ սա հանձնանների փողն է, տալիս եմ ձեզ նրանց անունից բարեգործություն կատարելու համար, երկու դեպքով փոխառություն է տալիս Civitas-ին։ Ավարտեցիք, պարոն։ Հաջորդ հարցին ես նախորդ հարցերի պատասխաններում արդեն իսկ անդրադարձա։ Պարոն Նահապետյան, բայց պատասխանեմ նաև ավելի կոնկրետ ձեր հարցադրումներին։ Ես պարզաբանեցի եւ մանրամասն ներկայացրեցի, որ անձնական հաշվից գումարները փոխանցվել են այլ հաշիվների վրա եւ ծախսվել անձնական նպատակներով։ Այն հաշիվներից էլ դարձյալ ուրիշ հաշիվների վրա են փոխանցվել եւ այլն։ Օրենքը դիտարկում է 190 հոդվածը, որ այն պահից, երբ որ Civitas-ին պատկանող եւ իրեն վստահված գումարները փոխանցվել է իր անձնական քարտի վրա, արդեն իսկ տեղի ունեցել յուրացում եւ այդ փոխանակումները, փոխակերպումները բոլորը միջոցներ են այդ գումարը օրինականացնելու։ Առավել եւս, երբ որ ինքը որպես պատգամավորության թեկնածու կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաշտոնապես ներկայացնում է, որ այդ դրամական միջոցները իր անձնական սեփականությունն են, դրանով նույնպես օրինականացում են այդ միջոցները դրամական։ Ինքը կարող էր հայտարարագրում նշել, որ իր հաշվի համարի վրա կա այսքան գումար, որից այսքանը պատկանում է Civitas հիմնադրամին, բայց ներկայացվել է որպես իր անձնական դրամական միջոցներ հայտարարագրում, որը պաշտոնական փաստաթուղթ է։ Բացի դա, նորից եմ կրկնում, բոլոր փոխանցումները, թեկուզ Civitas-ին նվիրատվություն արած, արված է Վարդան Օսկանյանի անունից եւ ոչ թե հանձնանների։ Ինչի պահանջը կա պայմանագրում եւ դրանից հետո հաջորդած բոլոր գրությունների մեջ։ Արձագանքում եք, Գոյուն Նահապետյան։ Շնորհակալություն պարզաբանումների համար։ Պարոն Հովսեփյան, եթե գործի քննության ընթացքում հետագայում հանձնանների ընտանիքը որոշի տալ համապատասխան հայտարարություն կամ բացատրություն, որ ամբողջապես նվիրաբերում է այդ գումարը տվյալ անձին, ինչ իրավական ազդեցություն դա կարող է ունենալ գործի վրա։ Ես չեմ կարծում, թե որպես գլխավոր դատախազ պետք է մի ենթադրություններով առաջնորդվեմ, պարոն Նահապետյան, եւ ենթադրեմ, թե ինչ կարող է լինել եւ ինչ քննություն կարող է կատարվել դրա հիման վրա, ինչ վարկածներ կարող են առաջադրվել, ինչ աշխատանքային վարկածներ դրանից կարող են ծագել, բայց բոլոր դեպքերում հարց հնչեց նաեւ մեկ այլ պատգամավորի կողմից, ասեմ, որ կա իրավական փաստաթուղթ քրական գործին կցված, որից ուղղակիորեն հետևում է այդ գումարի բարեգործական նպատակներով ծախսելու կարգավիճակը։
Ոչ միայն պայմանագիրը, նաև վաճառքից հետո ես զեկուցեցի ձեզ, վաճառքից հետո առաջացած գումարը 530 միլիոն դիմում են հանձնանների ներկայացուցիչին, թե ինչ անենք, դարձյալ հաստատում են, որ դա պետք է ուղղվի Civitas հիմնադրամին բարեգործական նպատակների համար։ Եթե հանձնանները կանեն նման հայտարարություն, նախաքննություն իրականացնող մարմինը համապատասխան վարկածներ առաջ կքաշի եւ քննության առարկա կդարձնի, բայց եթեներով ես չեմ կարող առաջնորդվել։ Պարոն Հովհաննիսյան, Գալիջին չէ, Արայիկ Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, միջնորդագրի երրորդ էջ նախավերջին պարբերությանն է հարցս վերաբերում, որտեղ նշված է, որ սակայն Վարդան Օսկանյանը այդ գումարը Civitas հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին հետագա երկարատև ժամանակահատվածում, այն տնօրինելով նվիրատուի կամքից եւ նախապես հայտարարված պայմաններից եւ նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում շուրջ 181,800 ԱՄՆ գումար ծախսել անձնական նպատակներով։ Ես փորձեցի եւ միջնորդագրում ներկայացված թվերը եւ նաեւ մեզ բաժանված այս փաթեթում կային որոշակի տեղեկանքներ, որոնք ներկայացված էին բանկերից եւ այլ տեղերից։ Ուղղակի այդպես էլ չեն կարողանում հասկանալ 181,800 այս գումարը ինչպես է առաջացել։ Եթե հնարավոր է, կարող եք արձաբանում ներկայացրել, սա ինչ գումար, ինչպես է հաշվարկվել այս գումարը, որտեղ ձեր բոլոր կարծես թե պատասխանների մեջ նաև հնչում է այս գումարը, եթե հնարավոր է, խնդրում եք արձաբանել։ Շնորհակալություն։ Ես արդեն նշեցի, որ ինչի համար շնորհակալություն հայտնեցի պարոն Օսկանյանից, նա մեզ ներկայացրեց շարժը դրամական միջոցների, առանց դրա ես նորից եմ կրկնում, չէի կարող այդ մասին հայտնել ձեզ, տեղեկացնել, քանի որ պարունակում էր բանկային գաղտնի։ Վարդան Օսկանյանը ինքը իր միջոցով հարցում է արել բանկին, իսկ բանկը նրան տրամադրել է այդ գումարների շարժը տրամադրել է, որից օրերով, ամսաթվերով, ինչ նպատակներով կան ելքագրումներ։ Ես նշեցի արդեն, որ 1,200,000 անմիջապես ձևակերպվել է որպես տիպային ավանդ, դարձյալ Օսկանյանի անունով, մնացած 227,000-ը ծախսվել է Վարդան Օսկանյանի կողմից ամբողջությամբ։ Դրանից մենք հանել ենք այն գումարները, շուրջ 60,000 ԱՄՆ, որը Վարդան Օսկանյանը դարձյալ ոչ նպատակային, ոչ ճիշտ ասեմ, ոչ օրինական ձևով պարտք է տվել Civitas հիմնադրամի տնօրեն Սալվի Ղազարյանին։ Այս գումարներից շուրջ 60,000 պարտք է տրվել Սալվի Ղազարյանին։ Այս գումարը, քանի որ բացատրեցին, թե պարտք է տրվել Սալվի Ղազարյանին, որպեսզի նա ինչ-որ սարքավորումներ գնի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մենք դարձյալ հանել ենք համարելով ժամանակավորապես օրինական, չնայած որ իրավունք չուներ անմիջապես այդ գումարներից պարտք տալ Սալվի Ղազարյանին, քանի որ դա Civitas-ի գումարն էր, ինքը պետք է փոխանցեր Civitas-ին եւ Civitas-ը դա հանձներ Սալվի Ղազարյանին գնումներ կատարելու համար։ Կարգը բոլորս գիտենք, որ այդպես պետք է լինի։ Անմիջական ինքը պարտք է տալիս Սալվի Ղազարյանին $60,000, մենք սա հանել ենք։ Մնացած բոլոր գումարները 181,000 ակնհայտ երևում է հենց ներկայացված շարժից, որ օգտագործված են անձնական նպատակների համար, ես արդեն կարդացի ես։ $10,000 մեկ, $10,001, $15,000 նույնիսկ կանխիկացված եւ ծախսված է անձնական նպատակներով, ինչ երևում է դրամական միջոցների շարժից։ Մնացածը փոխակերպված են եւ փոխանցված այլ հաշվեհամարների վրա։ Թե իրեն ընտանիքին կամ հարազատ անձանց։ Ավարտեցիք, պարոն Հովսեփյան։ Այո։ Արծվիկ Մինասյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան։ Քանի որ երկար ժամանակահատվածում աշխատել եք եւ բազմափորձ եք ոլորտում,
մի շարք հարցեր ունեմ, կուզենայի, որ ավելի հստակ նաև ընկալման տեսակետից պատասխաններ ստանալ։ Առաջին հարցը վերաբերում է, հարցերը շատ են, խնդրեմ արձանագրեք։ Առաջին հարցը վերաբերում է հետևյալին. Քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն նախատեսված են քրեական գործի հարուցման առիթները։ Դրանք 3-ն են։ Խնդրեմ, որպեսզի ասեք, թե 2012 թվականի մայիսի 25-ին հարուցված գործը որ առիթով է եղել։ Երկրորդ հարցը. Եթե հարուցում է քրեական գործ, ըստ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 5-րդ մասի միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը խափանելու եւ կանխելու ուղղությամբ։ Ինչ է արել նախաքննական մարմինը, որպեսզի հետագա ընթացքը չլինի։ Մինչդեռ միջնորդագրում երևում է, որ սպասել է հանգիստ, այդ նաև սպասելով էթիկայի հանձնաժողովին ներկայացվող հաշվետվությանը։ Հաջորդ հարցը. նշված է, որ 577,897 ամերիկյան դոլարը եւ 11,494,000 դրամը փոխանցվել է Civitasի հաշվեհամարին ըստ հանձնմանների ներկայացուցչի հանձնարարության։ Արդյոք չեք գտնում, որ հենց իրենց կամքին համապատասխան է, որ այս գումարը փոխանցվել է հենց հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մնացած գումարը փոխանցվել է հենց Օսկանյանին, պարոն Վարդան Օսկանյանին, այսինքն կատարվել է հենց հանձնմանների կամքը։ Հաջորդ հարցը. այնուամենայնիվ հատուկ քննչական ծառայության այս գործի մեջ չներգրավվելը հստակ չեղավ, մանավանդ որ քրեական գործը հարուցվել է մայիսի 25-ին, այսինքն այն ժամանակ, երբ պարոն Օսկանյանը падգամավոր էր, եւ հետեւաբար քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հատուկ քննչական ծառայությունը պետք է իրականացներ վարույթը, դրան գումարած, որ 179 հոդվածի հատկանիշներով հարուցված նաև քրեական գործի նախաքննության մարմինն էլ ոստիկանությունն էր։ Այս դեպքում կուզենայինք ավելի հստակ իմանալ, ինչու այնուամենայնիվ որոշում դուք չեք կայացրել հատուկ քննչական ծառայությանը հանձնելու այս գործի վարույթը։ Մյուս հարցը, ինչ է տալիս ի վերջո մեղադրյալի կարգավիճակը պարոն Օսկանյանին, եթե նա կարող է նույնիսկ մեղադրյալի կարգավիճակով օգտվել իր իրավունքից եւ ոչ հարցաքննության եւ ոչ էլ բացատրությանը մասնակցել։ Այլ կերպ ասած, օգտվել իրավունքից եւ չտա ոչ հարցաքննությանը չմասնակցի եւ ավելի չպատասխանի հարցերին, այսպես ձևակերպեմ։ Մյուս հարցը. կա արդյոք մեր Պատասխանեք պարոն Հովսեփյանի, ժամանակը հարցի ավարտվել է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ բազում հարցադրումների համար։ Չնայած մի զգալի մասին ես արդեն պատասխանել եմ, բայց փորձեմ ոնց որ դուք նշեցիք հասկանալի բացատրել եւս մի անգամ ներկայացնել։ 176 հոդվածում իրոք նշված են քրեական գործ հարուցելու հիմքերն ու առիթները։ Հիմքերը ակնհայտ են, արդեն խոսեցի դրա մասին, դրանք բոլորը հենց քրեական գործ հարուցելու հիմքերն են։ Առիթը, որի մասին դուք ուզում եք եւ որ ես շեշտեմ, դա նորից եմ կրկնում, ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ներկայացված գումարների շարժի մասին այն տվյալներն են ազգային անվտանգությանը, որը ազգային անվտանգությունը մեր երկրի իր սուրբ պարտքը կատարելով հանդերձ պարտավոր է ստուգման առարկա դարձնել։ Կա օրենք Հայաստանի Հանրապետության փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին, որի 5-րդ հոդվածը գրում է, նշում է, որ գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը, պետք է տրամադրվեն համապատասխան լիազոր մարմիններին դրան շարժը ստուգելու համար։ Անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը։ Առիթը հանդիսանում է սա եւ դրա հիման վրա ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունները իրականացրել են որոնողական աշխատանքներ, վերցրել են բացատրություններ, մինչ քրեական գործ հարուցելը եւ ներկայացրել են քննչական մարմիններին եւ քննիչը դա որպես առիթ եւ հիմք հանդիսացնելով հարուցել է քրեական գործ եւ կատարել նախաքննություն։
Հաջորդ հարցին պատասխանեմ, որ ինչպես դուք նշեցիք, նախաքննության մարմինը իհարկե պարտավոր է ոչ միայն բացահայտել, քննել, ի հայտ բերել դեպքեր, պարագաներ հանցագործությանը վերաբերող, որը կատարվել են արդեն մինչ այդ, նա պարտավոր է նաև կանխարգելել կատարված հանցագործությունը։ Գումարները, որի մասին ես նշեցի, 181,000 դրամի մասին եւ բոլոր այն միջոցները, որ արդեն իսկ Վարդան Օսկանյանի կողմից կամ օգտագործվել էր անձնական նպատակներով կամ այլ նպատակներով ծախսվել, տեղի էր ունեցել մինչև քրեական գործի հարուցումը։ Մինչև քրեական գործի հարուցումը ներկայացվել էր հայտարարագիր, որպես պատգամավորության թեկնածու, որից հետո քրեական գործ հարուցելուց հետո, երբ որ այդ հայտարարագիրը նույնպես նշվել է որպես ապացույց հաշվում եղած գումարների օրինականացման, պարոն Օսկանյանը արդեն իսկ հաջորդ հայտարարագրում այդ գումարների մասին որևէ նշում չի արել եւ ընդհանրապես ոչ միայն այդ գումարի եւ ընդհանրապես որևէ նշում չի կատարել իր ունեցած գումարների մասին, եթե կուզեք առավել եւս դրանք երևում են գումարների շարժից, որ այդ օրվա դրությամբ ինքը իր հաշվի համարների վրա ունեցել է գումարներ։ Այնպես որ կանխելու այդտեղ որևէ բան չկար։ Առավել եւս $810,000 այդ գումարներից ձևակերպված էր որպես ժամկետային ավանդ դարձյալ իր անունով եւ գտնվում է առ այսօր բանկի հաշվի համարում եւ բնականաբար չեմ կարծում, որ դրանք այսօր պարոն Օսկանյանը դրանց նկատմամբ ոտնձգություն կկատարի։ Այնպես որ կանխելու որևէ խնդիր չկա նախաքննության մարմնի կողմից։ Նշեցիք, որ գումարը փոխանցվել է հանցմանների առաջադրած կարգով, նրանց կամքով, նրանց ցանկությամբ։ Ես արդեն բազում անգամներ ներկայացրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնավորում են, որ նորից կարդացի պայմանագիրը, նորից կրկնեմ, որ գումարը պետք է ուղղվեր միայն եւ բացառապես օգտագործվել են նույնիսկ պայմանագրերում բացառապես բառը, բացառապես բարեգործական նպատակներ, եւ բացառապես պետք է ամեն անգամ նշվեր, որ այդ գումարները հանցմաններինն են եւ նրանք են բարեգործություն անում։ Բայց բոլոր դեպքերում, նույնիսկ եթե Civitas-ին գումարները փոխանցվել, նորից եմ կրկնում, ուղարկվել է Օսկանյանի անունից, այլ ոչ թե հանցմանների եւ որևէ տեղ մի հիշատակում չկա, որ դրանք հանցմանների գումարներն են։ Ինչ վերաբերում է հատուկ քննչական ծառայության կողմից այս գործի քննությունը կատարելուն, ես արդեն նշեցի։ Քրեական գործը հարուցվել է 190 հոդվածի հատկանիշներով։ Եվս մի անգամ կրկնում եմ, որ հարուցվել է քրեական գործը ելնելով գումարների շարժից, գումարների անօրինական, օրենքներին հակասող տեղաշարժերից, տարբեր նպատակներով օգտագործելու փաստի հիման վրա։ Այդ գործի օպերատիվ որոնողական աշխատանքներն իրականացվել ազգային անվտանգության ծառայության կողմից եւ փոխանցվել իր քննչական մարմնին։ Այնտեղ հարուցվել է քրեական գործ եւ կատարվել քննություն։ Եվ գործի քննությունը հանձնարարել հատուկ քննչական ծառայությանը, այդ պահին ես նպատակահարմար չեմ գտել։ Դա իմ ներքին որոշելու խնդիրն է եւ թողեք մնա ինձ։ Նորից եմ կրկնում, եթե Վարդան Օսկանյանը ներգրավի արդեն որպես պատգամավոր այս գործով որպես մեղադրյալ, ելնելով գործի քննության արդյունավետությունից, գործի քննության
օբյեկտիվության, բազմակողմանի լրիվության ապահովումից ես համապատասխան որոշում կկայացնեմ, որ օրենքով ինձ է վերապահված։ Շնորհակալություն, պարոն Հովսեփյան, ես իմ պրոֆեսիոնալիզմով չեմ հասնի ձեր պրոֆեսիոնալիզմին եւ ամենևին նպատակ չունեմ, բայց թույլ տվեք մեկ հարցի վերաբերյալ։ Այնուամենայնիվ 2011 թվականի հունվարի 18-ին պարոն Վարդան Օսկանյանը բացում է ավանդային հաշիվ եւ այդ գումարը նստեցնում է ավանդային հաշվի վրա։ Եթե ձեր կողմից նշված մեխանիզմ էր գործում, այս պահին արդեն 2011 թվականի հունվարի 18-ին փաստորեն պարոն Օսկանյանը ըստ ներկայացված տրամաբանության կատարել էր յուրացումը։ Եթե կատարել էր, ապա ինչու տարի 2 ամիս հետո է հարուցում քրեական գործը, տարի 3 ամիս հետո։ Այն ժամանակ, երբ որ պարոն Օսկանյանը ակտիվ քաղաքականության մեջ է եւ ազգային ժողովի падգամավոր։ Եվ վերջին յուրացման կարևոր հատկանիշներից մեկը դուք որպես պրոֆեսիոնալ իզլիս լավ գիտեք, շատ կարևոր է ամրագրել սեփականատիրոջ կամ շահառուի կամքին հակառակ կամ նրա իրավասությունից, վերահսկողությունից դուրս գործելը։ Խնդրում եմ այստեղ ցույց տվեք հիմնադրամի կամ հանձնանների իրավասություններից դուրս գործ Պարոն Մինասյան, ես արդեն բազում անգամներ պատասխանեցի այդ հարցին, թե ինչպես են կատարվում ֆինանսական դիտարկումների կենտրոնում ուսումնասիրություններ, ինչպես են դրանք ներկայացվում, ինչ կարգով, դրանց համար գոյություն ունեն այս ընթացակարգի համապատասխան ժամկետներ, ստուգման բարդությունից, խորությունից կախված կարող են փոփոխվել այդ ժամկետները եւ ավանդ ձևակերպելուց հետո էլ ձեր նշված ժամանակում հունվարի 25-ին, երբ որ 1,200,000 դոլարը ավանդից հանվել է, այս գումարներից նույնպես կատարվել են ծախսումներ, որոնց շարժի վերաբերյալ նույնպես պարոն Օսկանյանի ներկայացրած փաստաթղթում կա, որից հետո նույնպես մնացած գումարը դրվել է ավանդային հաշվում։ Բոլորը գտնվել է տեսադաշտում։ Մյուս հարցը ես չհասցրեցի արձանագրել, պարոն նախագահ, միգուցե Էդմոն Մարուկյան։ Շնորհակալություն։ Պարոն Հովսեփյան, երևի հիշում եք իմ իրավապաշտպան գործունեությունը նաև որպես փաստաբան եւ բազմաթիվ գործընկերներ ունեմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, նաև հասարակական կազմակերպություններում, որոնցից ստացել եմ նամակներ, որ Հայաստանում Civitas հիմնադրամի գործունեության հետ կապված խնդիր է առաջացել։ Այսինքն Civitas հիմնադրամը խնդիր ունի, որպես ոչ կառավարական կազմակերպություն։ Իսկ դա ինձ համար շատ անհանգստացնող է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Civitas հիմնադրամի գործունեությունը, քան հենց Վարդան Օսկանյանի գործունեությունը, եւ Civilnet հեռարձակվող այդ ընկերության գործունեությունը, եւ հարցս վերաբերում է նրան, որ ինչպես այս քրեական գործը կարող է ազդել ոչ կառավարական այս կազմակերպության գործունեության վրա, նրա կողմից իրականացվող ծրագրերի վրա ընդհանրապես, եւ նաեւ նրա հետ կապ ունեցող Civilnet հեռուստաընկերության հետ կապված, եթե կարելի է այդպես ասել։ Սա առաջին հարցը։ Եվ երկրորդ հարցը կապված է Վարդան Օսկանյանի հաշվի հետ, որ նշվում է, որ գումարը նստել է իր հաշվի վրա։ Ինձ հետաքրքրում է գումարը հաշվին նստելու օրվա դրությամբ ինչքան գումար է Վարդան Օսկանյանը ունեցել իր հաշվի համարի վրա։ Եթե սա իհարկե այն ձեր կողմից պատասխանված բանկային գաղտնիքին չի վերաբերում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Միանգամից պատասխանեմ ձեր հարցին, որ արդեն իսկ այդ մասին խոսեցի նաև, Civitas հիմնադրամի գույքային շահերն է եւ նրա շահառուների գույքային շահերն է, որ պաշտպանում է նախաքննության մարմինը։ Այստեղ ոչ թե ի վնաս Civitas հիմնադրամի է, այլ ի օգուտ Civitas հիմնադրամի։ Եվ նախաքննության մարմնի կողմից իրականացված բոլոր գործողությունները ուղղված են հենց դրան։ Civitas հիմնադրամի գույքային շահերը պաշտպանեն։ Դրա վկայությունն է այն, որ քրեական գործ հարուցելուց եւ
Հունիսի սկզբին Օսկանյանի հարցաքննելուց միակ հարցաքննությունն էր դա։ Հետո պարոն Օսկանյանը անմիջապես շտապել է 200 քանի հազար դրամ փոխանցել Civitas-ի հաշվին։ Մնացած գումարները ապահով գտնվում են բանկի համապատասխան բաժնի վրա։ Եվ ձեր կողմից համաձայնություն ստանալուց հետո դուք իրավաբան եք, նախաքննության մարմինը բնականաբար դրա վրա պետք է շարժի վրա կալանք տնի եւ այդ գումարները հետագայում ուղղվի Civitas հիմնադրամին որպես բարեգործական գումարներ։ Նորից եմ կրկնում, որ այս ամբողջ գործընթացը Civitas հիմնադրամին որպես բարեգործական հասարակական կազմակերպություն բխում է նրա շահերից, որովհետև ոտնձգությունը ուղղված է եւ Civitas հիմնադրամին եւ հանձնմանների բարի համբավին որպես բարեգործների, որտեղ նշեցի դրամների շարժից ընդհանրապես չի երևում, որ հանձնմանները բարեգործություն են կատարել։ Բացի այն սկզբնական գումարից, որ որպես փոխառություն ստացվել եւ անմիջապես փոխանցվել է Civitas հիմնադրամին։ Մնացած գումարներից 1.400 քանի հազար որևէ լումա չի փոխանցվել Civitas-ին հանձնմանների անունից։ Արձագանքում եք Էդմոն Մարուկյան։ Երկրորդ հարցին չպատասխանեցիք, պարոն Հովսեփյան։ Առաջի հարցի հետ կապված էլ ասեմ, որ պաստորեն պետք է արձանագրենք այստեղ, որ ոչ կառավարական կազմակերպության գործունեության հետ կապված խնդիր չկա, այլ մի բան էլ գլխավոր դատախազությունը ըստ էության պաշտպանում է նրա գույքային շահերը։ Հետո երկրորդ հարցին մի հատ անդրադառնանք, պարոն Հովսեփյան, կապված հաշվի համարի հետ։ Երբ որ գումարը եկել նստել է իր հաշվի վրա, այդ օրվա դրությամբ ինչքան գումար է եղել։ Շնորհակալություն հարցի համար, որովհետև հարցադրումների մեջ այդ հանգամանքը չէր շոշափում, բայց ոնց որ լսում եմ տարբեր տեղերից շոշափում է այն հարցը, որ Օսկանյանի հաշվի համարին կար իր անձնական հսկայական միջոցները, որոնք ինքը կարող էր ծախսել եւ որից չի երևում, որն է Օսկանյանի անձնական փողը, որը հանձնմանների ուղարկած։ Հայտարարում եմ, որ փոխանցման օրվա դրությամբ եւ այս ծախսերը կատարվելու դրությամբ այդ հաշվի համարի վրա եղել է $1900 ընդամենը։ Ընդամենը $1900։ Հովհաննես Մարգարյան, համեցեք։ Որ ինչպես երևում է դարձյալ այդ բանից, փոխանցվել է հաշվի համարը երևի բացելու համար Նանի Օսկանյանի կողմից։ Շնորհակալություն, իհարկե, պարոն Հովսեփյան, բավականաչափ իմ գործընկերների կողմից եղան հարցադրումներ եւ ըստ էության միգուցե այն հարցադրումները, որոնք ես կուղեմ, որոշակիորեն կառնչվեն այն հարցադրումներին, որոնք հնչեցրեցին իմ գործընկերները, այդուհանդերձ ես կուզենայի մի քանի հարցադրումներ կատարել ավելի ճշտելու համար ըստ էության այն փաստաթղթերի հագասությունը, որոնք մեր ձեռքի տակ կան այսօրվա դրությամբ ներկայացված երբ դատախազության կողմից միջնորդագրում զետեղված եւ պարոն Օսկանյանի կողմից, որը ներկայացվել է։ Իհարկե, բնականաբար ելնելով այն կարևոր հանգամանքից, որ խնդիրը վերաբերում է այս գործը առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվում է մեր գործընկերը, ով տարիներ շարունակ եղել է նաեւ արտաքին գործերի գերատեսչության ղեկավար, արտգործնախարար։ Ես ընդամենը կուզենայի մի քանի մեջբերում կատարել այն դու հետ ձևակերպել իմ հարցերը։ Նախ երրորդ էջում միջնորդագրի զետեղված է քիչ առաջ իմ գործընկերը կարդաց, որ Վարդան Օսկանյանն այդ գումարները մի խոսքով տնօրինել է նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չփոխող եղանակով ու կարգով։ Մեկ այլ փաստաթղթում, որը ներկայացվել է հանձնմանների գրավոր պատասխանը սեպտեմբերի 21-ին այս տարվա, այստեղ նշված է, որ կար այն պայմանավորվածությունը, որ Օսկանյանի միջոցով իր հայեցողությամբ առանց ժամկետների կարող էր իր հայեցողությամբ, ցիտում եմ, տնօրինել եւ օգտագործել։ Հաջորդ հայտարարության մեջ, որը խորհրդի 5 անդամների ստորագրությունը չկա, սակայն կնիկով վավերացված է եւ գրված է բնօրինակի ճիշտ է, այստեղ գոնե 3 անդամներ 5-ից տեղյակ էին, որ իր անձնական հաշվին է նստել այդ գումարը, մասնավորապես եւ Վարդան Օսկանյանը եւ Տիգրան Կարապետյանը եւ գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը։
Այսինքն այստեղ էլ է նշված, որ ըստ կարիքի եւ կամ իր հայացողությամբ այդ գումարը ոչ տնօրինի ծախսի։ Հիմա հարցս հետեւյալն է։ Առաջի հարցս վերաբերում է արդյոք Վարդան Օսկանյան, որ ծախսում է իր անունից այդ գումարը նվիրատվություն է կատարում եւ չի զետեղում հանձնանների ընտանիքը, չի ասոցացվում Civitas Վարդան Օսկանյան, չի ասոցացվում Civitas հանձնանների ընտանիք։ Սա առաջին հարցը։ Երկրորդ, արդյոք այս գործարկով որևէ հարկային պարտավորություն կար, որ պետք է կատարվեր գործարքների ընթացքում, որպես բարեգործական հիմնադրամի միջոց եւ որոշակիորեն մեր պետական բյուջեն այստեղից տուժվել է, եթե տուժվել է ինչ չափով։ Եվ երրորդ հարցս բնականաբար կուզենայի այստեղ բարձաբանում ստանալ այն մասին, որ փողերի լվացման մեջ էլ է մեղադրվում, այսինքն այստեղ կա նաեւ միջնորդագրում, արդյոք երբ ծագումը հայտնի է փողերի, որ պարզ է, որ հանձնանի այդ լիազորված անձի կողմից կատարված գործարկից է ձեռք բերվի այդ գործընկերը, արդյոք եթե ծագումը հայտնի է, սա կարող ենք դիտել անհայտ ծագումնաբանության միջոց, որը ծախսվել է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ստիպված եմ նորից որոշ հանգամանքների մասին ներկայացնել ձեզ, հարգելի խորհրդարան։ Իր հայացողությամբ բառը բազում անգամներ կրկնեցիք։ Իր հայացողությամբ օգտագործելը դա չի նշանակում, որ պետք է օգտագործի իր անձնական կարիքների համար։ Եվս մի անգամ ուզում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին. նոր ընթերցեցի պայմանագիրը։ Եվ հենց ձեր իսկ կողմից բերված փաստաթուղթը հանձնանների վկայում է այն մասին, որ գումարը պետք է իրոք թող լինի իր հայացողությամբ, բայց պետք է ուղղված լինի բարեգործական նպատակների համար եւ բացառապես բարեգործական նպատակների համար եւ նշվի հանձնանների անունը։ Սա է հանձնանների պահանջը։ Հանձնանները իր հայացողության տակ չեն նշում, որ դա պետք է գնա Վարդան Օսկանյանի գրպանը։ 1. Երկրորդը, դարձյալ խոսեցիք փողերի օրինականացման, լվացման, ճակերտների մեջ ասեմ, մասին։ Փողերի օրինականացում 190 հոդվածի դիսպոզիցիայի մեկնաբանությամբ չի ենթադրում, որ դա պետք է լինի անհայտ ծագումնաբանության ինչ-որ գումար։ Հազար ներողություն, եթե որևէ մեկը հարկային պարտավորություններից խուսափում է եւ հարյուրավոր միլիոն դրամներ անօրինական մնում է իր տիրապետության տակ, որ ինքը պետք է կատարեր հարկային պարտավորություններ, բայց չի կատարել, այդ հարյուրավոր միլիոն դրամները մնացել է իր տրամադրության տակ։ Ինքը այս գումարները չի կարող օրինական կարգով ծախսել, թեկուզ դրանք իր գումարներն են, նա պետք է դա փոխանցվի ինչ-որ մի հաշիվ, ինչ-որ միտեղ օրինականացվի։ Չնայած դրա ծագումնաբանությունը ակնհայտորեն գիտենք, որ հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու արդյունքում է այդ գումարները առաջացել։ Բայց այդ փողերը օրինականացնելու եւ օրինական կարգով ծախսելու համար ոճրագործը դիմում է տարբեր միջոցների, փոխանակումներ, փոխակերպումներ, այլ հաշիվների տեղափոխում, ինչ որտեղ հայտարարագրեր ներկայացնելը։ Այնպես որ դա կապված չի միայն գումարների ծագման հետ։ Եվ մյուսը կան արդյոք հարկային պարտավորություններ այս բոլոր փոխանցումներից, գործարքներից, որի արդյունքում տուժել է մեր պետությունը։ Այս գործարքներից որևէ հարկային պարտավորություններ չկան եւ չեն առաջացնում, որովհետեւ դրանք ուղղված են միայն բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Իսկ այն հարցադրումը, որ արվեց, թե եթե հանձնանները այդ գումարը ոչ թե տվել են բարեգործական նպատակներով, այլ Վարդան Օսկանյանին նվիրատվություն են արել, սա արդեն այլ վարկածներ առաջ կբերի, բնականաբար այդ գումարներից որպես նվիրատվության գումար շահութահար պետք է վճարվի։ Հովհաննես Մարգարյան,
Դա մասը բարձրաբանելու համար իմ կողմից վերբարձրացված հարցերը, ես ուղղակի վերջաբանում կուզենայի նաև գոնե ինձ համար ճշգրտման համար մի կարևոր հանգամանք ևս ճշտեի։ Այն նշվում է, որ վերջաբանում ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ, առաջադրվելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Հարցս այսպիսին է, դուք նշեցիք, որ կան ապացույցներ, որոնք չենք ներկայացնի օրենքի պահանջներից ելնելով, որ գաղտնիություն ունեն։ Արդյոք այս ապացույցները էական նշանակություն ունեն այն միջնորդագրի մեջ եթե զեղվեին, որոնք նշված չեն եւ մեր ձեռքի տակ չկան եւ բնականաբար օրենքով սահմանված կարգով չպետք է որ դուք ներկայացնեիք մեզ։ Եվ երկրորդ հարցը սրանից բխող, արդյոք երբ որպես մեղադրյալ այս բավարար ապացույցներով ներգրավում է Վարդան Օսկանյանը, ձեր կարծիքով կարող է ապագայում նաև խափանման միջոց կիրառվի, ելնելով այս ապացույցներից, թե ոչ, որպես կալանք խափանման։ Հարգելի Մարգարյան, ես արդեն բազում ապացույցներ ներկայացրեցի, ավելի քան որևէ մեղադրող դատարանում կարող է ներկայացնել ապացույցներ եւ բազում անգամներ պատասխանեցի ձեր հարցերին։ Կան իհարկե հարցեր, որը բանկային գաղտնիքի մասին օրենքը ինձ ցույց չի տալիս ստացվելու։ Մենք ստուգել ենք այդ գումարների շարժը։ Մեր ձեռքի տակ կան այդ շարժերը, կան թե ինչպես են դրանք ծախսվել, բայց ես դրանք իրավունք չունեմ ձեզ ներկայացնելու։ Կխախտեմ բանկային գաղտնիքը։ Այդ դրանից հետո, երբ որ մենք կմտնենք դատարան, կստանանք դատարանի համաձայնությունը, որոշումը, մենք կարող ենք դա հրապարակայնորեն ներկայացնել։ Եվ բացի դա, ես կապահովեմ որպես գլխավոր դատախազ այդ գործի հետագա քննության հրապարակայնությունը, թափանցիկությունը։ Եվ հասարակությունը իրազեկված կլինի գործի ընթացքի եւ արդյունքների մասին։ Դուք խոսեցիք կալանքի հետ կապված։ Հնարավոր է, որ Վարդան Օսկանյանը կալանավորվի։ Ոչ, հնարավոր չի։ Առանց անձամբ ձեր համաձայնության եւ խորհրդարանի համաձայնության Վարդան Օսկանյանը ձերբակալվել, կալանավորվել չի կարող։ Նրան միայն կառաջադրվի մեղադրանք, ստանալով ձեր համաձայնությունը եւ շարունակվի նախաքննություն։ Ես արդեն նշեցի, որ ոչ միայն կալանավորվել չի կարող, նրա կարգավիճակի վրա, բացի դատավարական կարգավիճակը, այլ փոփոխություններ չեն կատարվելու, որպես падգամավոր, որպես հասարակական քաղաքական գործիչ, նա որևէ սահմանափակումներ չի ունենալու նաև տեղաշարժման որևէ սահմանափակումներ։ Պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հարգելի պարոն Հովսեփյան, ես մի քանի հարց ունեմ, քիչ առաջ գոլեգան խոսեց փողի լվացման մասին, ես որքան հասկանում եմ դուք նման մեղադրանք չունեք, որտեղ փողը լվալու համար նա պետք է սկզբից կեղտոտ լինի, եւ եթե մեր դատախազությունը փորձելու է ստուգել պարոն Հանցմանը վճարում է իր հարկերը Ամերիկայում, թե չէ, ես առնվազն զարմացած կլինեմ, բայց ինձ ուրիշ բան է հիմա հետաքրքրում։ Մի քանի հարց ունեմ։ Նախադեպ նման գործի կա մեր դատարաններում թե ոչ։ Նման մեղադրանքով որևէ մեկը երբևէ ներգրավվել է գործի մեջ, մեղադրվել է, կա դատավճիռ թե ոչ, սա մեկ։ Երկրորդ, չեք պատրաստվում արդյոք եւ ինչու մինչեւ հիմա դա չի արվել, ինչու չեք հրավիրում օրինակ Հանցմանների ընտանիքը, այդ Տրոյ Կելլերին հարցաքննության, որտեղ իրենց անունները բավականին հաճախ հիշատակվում են ձեր զեկուցագրի մեջ, հրավիրեք, հարցաքննեք ինձ թվում է, կամ գոնե միգուցե գրավոր ինչ-որ մի նամակով այս մարդկանցից պարզաբանումներ անհրաժեշտ կլիներ տեսնել։ Civitas ֆոնդը, ինչպես ցանկացած ֆոնդ, ունի իր կանոնադրությունը։ Արդյոք այդ կանոնադրության մեջ կա որևէ կետ, որին հակասում է հետևյալ վարկածը։ Վարդան Օսկանյանը իրենց կանոնադրությամբ կարող էր ինքը լինել շահառու թե ոչ։ Ես չեմ տեսնում կանոնադրության մեջ որևէ դրան հակասող կետ։ Նախավերջինը, գումարի հարցը,
Վերջապես Վարդան Օսկանյանի գործողությունների, որոնք դուք մի շարք հարցերին պատասխանելով նկարագրեցիք, նաև բանկային գաղտնիքը հիշատակելով ոչ ամբողջությամբ, ինչքան ես հասկանում եմ, միջալուց բանկային գաղտնիքը դրսևորելու ոչ մեկի առաջ դատական որոշում չի եղել։ Բայց հիմա խոսենք գումարի մասին, պարոն Հովսեփյան։ Վերջապես, ինչքան ես հասկացա, սկզբում որպես բարեգործությանը միտված գումար նստել է 1,427,000։ Վարդան Օսկանյանի գործողությունների արդյունքում այդ գումարը պակասել է, թե ավելացել է, որտեղ փոփոխություններ այդ գումարում տեղի ունեցել են, եւ ես ինչքան հասկացա փաստաթղթերից դեպի ավելացում։ Եվ վերջինը, մեր օրենքը ինչ է ասում։ Մեր օրենքն ասում է, որ վկան իրավունք չունի հրաժարվելու ցուցմունք տալուց, բայց մեղադրյալը ունի։ Եթե դուք Վարդան Օսկանյանին ներգրավում եք որպես մեղադրյալ, ինչ է փոխվում իր կարգավիճակի մեջ։ Ինքը որպես վկա արդեն մերժում էր ցուցմունքներ տալ, որ իր իրավունքն է, բայց դուք հիմա ուզում եք իրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ եթե ինքը նորից հրաժարվի համագործակցել, այդ դեպքում ինչ է լինելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, սկսեմ պատասխանել ձեր վերջի հարցադրումից։ Ոչինչ չի լինելու, Վարդան Օսկանյանը որպես մեղադրյալ օգտվելու է իր դատավարական իրավունքներից, որտեղ տվյալ դեպքում ինքը իրավունք կունենա ոչ թե պարտավոր է ցուցմունք տալու։ Իրավունք կունենա ցուցմունք տալու, մեկնաբանելով մեղադրանքի այս կամ այն հանգամանքները, պարզաբանումներ մտցնելու, ներկայացնելու իր դիրքորոշումները։ Իրավունք կունենա ունենալու պաշտպան, որոնք կարող են ծանոթանալ քրեական գործի նյութերին։ Հացմանների հետ կապված ինչու չեն ընտանիքը հրավիրել Հայաստան։ Ես չեմ կարծում, թե նախաքննության մարմինը հանցմանների ընտանիքը Հայաստան հրավիրելու անհրաժեշտություն ունի։ Գործով հարցաքննված է Huntsman Bolding Production ընկերության գլխավոր տնօրեն Ռոյ Հարիսոնը եւ նա մանրամասն ցուցմունքներ է տվել գործի անհրաժեշտ հարցերի վերաբերյալ։ Հանցմանների Հայաստան հրավիրելու թեկուզ դատավարական առումով անհրաժեշտությունը նախաքննության մարմին այս պահին չի տեսնում, որովհետև կա համապատասխան պայմանագրեր, համապատասխան հանձնարարագրեր, որոնց տակ ստորագրված են հանցմանների անունից եւ նրանց կողմից լիազորված մարդկանց անունից, որից պարզ երևում է հանցմանների դիրքորոշումները որպես բարեգործների, որպես բարերարների։ Կապված գումարների հետ, բնականաբար ավանդ ձևակերպված գումարները տոկոսադրույթներ են ունեցել, եւ այս տոկոսադրույթները նույնպես ուղղվել են տարբեր դարձյալ նպատակների, ինչը ստուգման առարկա պիտի դարձնի նախաքննության մարմինը։ Բայց այն գումարները, որոնք 181,000 դոլարի մասին է խոսքը, դրանք նորից եմ կրկնում օգտագործվել են անձնական նպատակներով։ Հիմնադրամի հետ կապված կա արդյոք հիմնադրամի կանոնադրության մեջ կետ, որը արգելում է հիմնադրամի անդամին կամ շահառուին, որ իր նպատակներով այդ գումարները օգտագործի։ Իհարկե կա։ Ոչ միայն պայմանագրում կա, որը տիպային պայմանագիր է եւ գրանցված է Արդարադատության նախարարությունում, այլ մենք ունենք Հայաստանի Հանրապետության օրենքը հիմնադրամների մասին։ Դրա 8-րդ հոդվածը հիմնադրի գույքը, հոդվածի 6-րդ կետը ընթերցեմ։ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել իշահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի եւ հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով միայն նվիրաբերողի համաձայնությամբ։ Հանգանակություններից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակներով, որը հայտարարվել է նախապես, այսինքն
ինչպես մենք տեսնում ենք պայմանագրով, բարեգործական նպատակներով։ Սա գրված է օրենքը եւ ձեզ համար ընթերցեցի օրենքի պահանջը։ Կարծեմ պատասխանեցի բոլոր հարցերին։ Արձագանքելու անհրաժեշտություն Վահան Հովհաննիսյան։ Այդ կանոնադրության պահը կարծում եմ այնտեղ վիճելի պահեր կա, հետագայում միգուցե քննարկենք, բայց նախադեպ, պարոն Հովսեփյան, նախադեպ կա։ Շնորհակալություն։ Հարցերը շատ էին, պարոն Հովհաննիսյան, դրա համար կներեք հարցը բաց թողեցի։ Մենք փողերի լվացման, փողերի օրինականացման այդ հոդվածի 190 հոդվածի կիրառման պրակտիկա ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դուք դրանով հետաքրքրված եք, ձեզ կարող եմ տրամադրել վիճակագրությունը։ Եվ ասեմ, որ մեր իրավապահ մարմինները ապահովել են շատ լավ վիճակագրություն, ինչը հնարավորություն է տվել, դուք գիտեք, փողերի լվացման հարցադրումներով կա միջազգային կազմակերպություն, Մանիվալի կազմակերպությունը, որի զեկույցներում Հայաստանի Հանրապետությունը առանձնացված է եւ դրականապես է գնահատվել տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատանքը այդ ոլորտում։ Մենք ունենք բազում քրեական գործեր, դատի տրված անձիկ, որոնք դատապարտված են հատկապես այդ հոդվածով։ Եվ եթե հիշում եք, անցած տարի Մանիվալի հանձնաժողովը հենց ելնելով դրանից Հայաստանում նիստեր գումարեց մեր կենտրոնական բանկի եւ ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջոցով։ Ավարտեցիք, պարոն Հովսեփյան։ Հարցերն ավարտվեցին, պարոն Հովսեփյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Ձայնը տրվում է ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին։ Լսենք պարոն Օսկանյանի պարզաբանումները։ Համեցեք, պարոն Օսկանյան։